Գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանքի փոփոխությունը տնային կալանքով իշխանությունների կողմից արված քայլ է, որի նպատակը նրա առաջնորդած մեր ձևով շարժման աճող ռեյտինգի կառավարումն է առաջիկա ընտրություններում վերարտադրվելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նախ հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանի ձևավորած քաղաքական միավորին մեր ձևով շարժմանն արդեն ավելի քան 17,000 կամավոր է միացել։ Հարցումները ցույց են տալիս, որ այն իր ռեյտինգով երկրորդն է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետո։ Դա Փաշինյանի համար Մարուքյանի խոսքերով ցավալի իրողություն է, քանի որ այդ դեպքում դժվար է մարդկանց ասել, որ նախկիները վերադառնում են։ Նման սցենարով ընտրապայքարը այլ Փաշինյանի համար անցանկալի տրամաբանություն է ստանում։ Այդ պատճառով էլ ըստ Մարուքյանի Փաշինյանը փորձում է իր օգտին փոխել իրավիճակը եւ Սամվել Կարապետյանին 6 ամիս ԱԱԾ մեկուսարանում պահելուց հետո տնային կալանք տալը հենց այդ նպատակով է տեղի ունեցել։ Սամվել Կարապետյանի թիմը պետք է հետևություններ անի, որովհետեւ կոնկրետ իրենց նկատմամբ արվել է ձիով քայլ եւ այդ ձիով քայլը ունի հետևանքներ։ Այդ հետևանքները լինելու են կառավարել ընդդիմադիր դաշտում իրենց պատկերացումները եւ իրենց աճող ռեյտինգը։ Նշել է Մարուքյանը միաժամանակ չբացառելով, որ ինչ-որ պահի Սամվել Կարապետյանի տնային կալանքը կարող է նորից փոխվել կալանքով եւ լուրեր տարածվեն, թե նա պայմանավորվածության է եկել Փաշինյանի հետ։ Մարուքյանը միաժամանակ նշել է, որ Սամվել Կարապետյանի օրինակը ազդակ պետք է լինի ընդդիմադիր դաշտի համար։